Այսօր ստացվեց վերջին շրջանի երևի ամենադրական ու կարևոր նորություններից մեկը։ Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը կանտոնների խորհուրդը ընդունեց Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով նախագիծը։ 46 անդամներից 29 կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Կարևոր է նշել նաև, որ կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը, իսկ արդեն երկու պալատների հավանությամբ նախագիծը ստանում է օրենքի ուժ, պարտավորեցնելով Դաշնային խորհրդին սկսել դրա իրականացումը։ Սա իսկապես պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է, նախաձեռնություն, որի նպատակն է ապահովել բռնի տեղահանված բնակչության անվտանգ, հավաքական եւ արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։ Շատ կարևոր է մեզ համար ամրագրել նաև, որ այս ամենը հնարավոր եղավ կյանքի կոչել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի անձամբ պարոն Վարդան Օսկանյանի հետևողական ջանքերի, Սփյուռքի մեր ավանդական կառույցների ջանքերի շնորհիվ։ Հիմա երևի փորձենք շատ կարճ ձևակերպել օրենքի ուժ ստացած այս փաստաթղթի կարևորությունը։ Ըստ էության, մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը ամեն ինչ անում է Արցախի էջը շրջելու ուղղությամբ, մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի գործող իշխանությունը մեղմ ասած որևէ կերպ չի բարձրացնում հարցը, ավելին ըստ էության կիսում է այս մոտեցումը, երբ երկու կողմերը հայտարարում են, որ համաձայնեցրել են խաղաղության պայմանագիր կոչվածի բոլոր կետերը, որոնցում Արցախ ընդհանրապես չկա, Շվեյցարիայի օրենսդիր մարմինը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ։ Եթե սա շատ կարճ, ապա սա նշանակում է, որ Արցախի էջը շրջված չէ, եւ աշխարհը սա տեսնում է, իսկ Շվեյցարիայի պարագայում նաեւ նման մակարդակով ամրագրում։ Սրա համար անշուշտ խորին շնորհակալություն Շվեյցարիայի խորհրդարանին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ջանքեր են ներդրել այս ուղղությամբ։ Իդեպ շատ դրական կլիներ, որ Շվեյցարիան օրինակ դառնար նաև այնպիսի երկրների համար, որոնք առանձնահատուկ մասնակցություն են ունեցել Արցախյան խնդրի համատեքստում, մասնավորապես նույն Մինսկի խմբի համանախագահ երկրների համար։ Այսպիսով, միջազգային մակարդակով ամրագրվում է, որ Արցախի հարցը լուծված չէ եւ չի կարող լուծված լինել այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն մարդկանց հարցերը։ Եվ լուծումն էլ է հստակ առաջարկվում, այն իրավունքների հարգումն է, հիմքում հավաքական իրավունքների արժանապատիվ ու անվտանգ վերադարձի սկզբունքը։ Ցավոք, այս որոշումից բխող հնարավորությունների դաշտը Հայաստանի գործող իշխանությունները որևէ կերպ չեն օգտագործելու լրիվ այլ դիրքորոշում կրելու պատճառով, բայց նման հնարավորություններ կան եւ դրանք իմպլեմենտացնելու ուղիները պիտի մշակվեն անգամ այս ոչ միանշանակ իրավիճակում։ Եվ որ ամենակարևորն է, այո, Շվեյցարիան պիտի օրինակ լինի եւ այդ օրինակը պիտի վարակիչ լինի մյուս միջազգային դերակատարների մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն հռչակած երկրների համար։ Նույն Մինսկի խմբի ուրեմն լուծարելու Ադրբեջանի պահանջը, որը կարծես արդեն ստացել է Հայաստանի իշխանությունների համաձայնությունը, կարող է դառնալ այն առանցքային հարցերից մեկը, որտեղ միջազգային դերակատարները պետք է ունենան վճռական դերակատարում, այդ թվում վետոյի կիրառման, սեփական մոտեցումն առաջ քաշելու, նման նախագծեր նախաձեռնելու միջոցով։ Ինչ վերաբերում է այս նախագծին, ապա եւս մեկ անգամ ֆիքսենք, որ այն ամրագրումն է նրա, որ Արցախի հարցը լուծված չէ եւ որ չնայած Ադրբեջանի ջանքերին ու հետեւողական քաղաքականությանը Արցախի էջը շրջված չէ։